Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, սիրելիներս հուսամ, որ դուք նույնպես լավ եք և շարունակեմ իմ հերթական վլոգս։ Հիմա արդեն 2026 թվականն է, այս տարի որոշել եմ, որ վլոգներս մի քիչ ավելի գեղեցիկ ու յուտնի ու ավելի հետաքրքիր կլինի։ Փորձել եմ ֆորմատը ուզում եմ փոխել, մի քիչ հետաքրքրություն մտցնել, այսպիսով շարունակում եմ նախկին վլոգս և ինչ եմ ուզում ձեզ ներկայացնեմ, այն որ ավարտեցինք այնտեղ 2025 թվականի վլոգներս, որ մեր նախատոնական նվերները բացեցինք մեր տանը, մեր օջախում, մեր ամեն ինչ իրեր նվիրեցինք, հասկացանք, ընդունեցինք և հետո նոր դուրս եկանք ճանապարհորդեցինք, գնացինք ուրիշ տեղ ենք նոր տարի արել, արդեն բոլորդ գիտեք, ինչպես գիտեք, և հիմա ուզում եմ շարունակել ու ներկայացնել այսպես փոքրիկ աբզոր, իմ նվերի մասին, ինչ նվեր եմ ստացել, երեխաները այսպիսի հետաքրքիր բան էին մտածել, հատկապես տղայիս գլուխգործոցներ տա, մամային նվիրել այնպիսի մի խոհանոցային իր, որը մաման երևի թե չունի, մայրիկը չունի։ Это мой подарочек. Ему хрустит. Подожди, что мне купили? Что мне купили, с тобой буду делиться. Подожди, наверняка. Ух ты. Бицамейкер. Всегда что-то новенькое. Что там? Как Арсен говорит, что мы в голове. Ух ты, ух ты, ух ты. Спасибо большое. Это специально для пиццы, что ли? Не только, это просто так называется. Ух ты. Боже, покажи мой классный подарочек. Молодец. Аккуратнее. Кто больше всех обрадовался? Главное, что упаковочка фиолетовая. Ну, сама оранжевая такая. Коробку выбросим, это не надо, нам дома много чего есть. Покажи, что за красота прям, господи. Красиво. Ух ты, ух ты, ух ты. Открой, я уже не могу терпеть, что там. Это специально... Она же специально для пиццы, но тут всякое можно делать. Конечно, какой красивый, спасибо, Генг. Короче, тут таймер, он заводится, как и все, и выключить его. Ага, он сам выключит. Я так его закрыл в коробке, он еще минут 10. Да, ее еще отключить. А, нет, все, я поняла, таймер не выключится. Таймер не всегда. Спасибо большое, Цаваттона. Видите, какой хороший мальчик у меня, сыночек. Маме подарок купил. И все придумано, все фиолетово. Можно. Значит, Танджатвума. Спасибо, Балес. И упаковка фиолетовая, и ящик фиолетовый, и магнитик фиолетовый, лук. Ну это уже, кстати, случайно. Лук или рыба, это тоже случайно. Ինչ են նվիրել են Pizza Maker называется, ձևի պիցա թխելու հատուկ հարմարանք, էլեկտրական, որը կարելի է նաև գազից առանձին պատրաստել, կարելի է հետը վերցնել ինչ-որ մի ճամփորդության, ինչ-որ մի տեղ գնալ, թեկուզ ասենք ունենաք դաչա, չգիտեմ, որ ինչ-որ մի փոքրիկ տնակ, ուր պետք է գնաք հանգստյան օրերին, գործերին, կարող եք հետներդ վերցնել, ամեն ինչ կարելի է պատրաստել, ոչ միայն ասենք պիցա, նաև կարելի է միս խորովել մեջը, տապակել կամ ավելի ճիշտ, մի խոսքով տարբեր մթերքներ կարելի է պատրաստել, իհարկե մի քիչ քանակությամբ, մեծ շրջապատի համար կարող է մի քիչ չհերիքել։ Ինչևէ, շարունակեմ իմ խոսքս, վլոգս ներկայացնեմ եւ իհարկե ցուցադրեմ ու մի փոքրիկ էլ կպատմեմ եւ իհարկե ձեզ հետ էլ մի ինչ-որ մի համով համեղ բան կպատրաստենք, ունենանք մեր հետաքրքիր բաղադրատոմսը։ Տալիս ցուցադրում եմ, ահա, այսպեսին է։ Գույնը օրանժևի է, այսպես կարելի ասել, բայց ավելի շատ տերակոտովի է, ես չգիտեմ այդ գույները հայերեն օրանժև են ասեմ, բայց տերակոտովին ոնց կթարգմանեմ, չգիտեմ, շատ գեղեցիկ իմ սիրելի գույներից է, իհարկե չնայած խոհանոցի ոչ մի մեկ ուրիշ հարմարանքի հետ չի համընկնում գույնը, բայց համենայն դեպս օրիգինալ է, այսպես բացվում է, հիմա ամեն ինչ մանրամասը կցուցադրեմ և իհարկե ձեզ հետ կպատրաստենք համեղ պիցան աշխարհում, մեր խոհանոցում։ Գնացինք սիրելիներս, շարունակենք մեր վլոգը։ Դե ինչ, հիմա սկսում եմ ցուցադրումը, մի քիչ մոտեցնեմ կադրը, մի քիչ ցուցադրեմ ուղղակի ինչեր կան։ Այսպես բացել ենք, մեջը անպայման գիրքն է,
իրեն ինչա կոչվում ռեցեպտներով pizza maker այսպես է կոչվում, կարող եք տեսնել, գրած է, խնդրեմ։ Գրած է KT 4636-ի միջալու ցանկացողները կարող են նույնպես զակազել։ Pepperoni или margarita հարցնում է, կամպանիան կոչվում է Gitford։ Այսպիսի մագնիս է նվեր ուղարկել կամպանիան ու իհարկե որ հիմա բզորը ցույց տամ։ Այսպես բացվում են։ Օգտագործելը փորձեմ մաքրել մի անգամ հեղուկով։ Եթե կհիշեք, այս հեղուկը ես էի պատրաստել, դեռ ուղղորդ անելու ժամանակ հաճախակի եմ պատրաստում այս հեղուկից լվացքի մեքենայի, ավելի ճիշտ պասուդամոյկայի, այս ամանները լվանալու մեքենայի տաբլետկաներից պատրաստված հեղուկ է, այնպես որ բացարձակապես վտանգավոր չէ, նման այսինչա մակերեսների համար։ Իհարկե մաքրելուց հետո անմիջապես չորացնում ենք։ Չորացրեցի, մաքրեցի, իհարկե որ շատ ամեն ինչ արդեն մաքուր է, մի քիչ կողքի փոշիները տանք այսպես, խնդրեմ, ամեն ինչ մաքրված է, ինչպես տեսնում եք, այսօր մեր օրը սաղ կանաչ ալիվկիների վրա է, այսպես տրամադրված, շատ գեղեցիկ է համադրությունը, միայն մեր գեղեցիկ pizza maker-ն է արանժևի գույնի է, այստեղ դիամետրը հիմա կնայենք ինչքան է, բարձրությունը, խորությունը երևի 4 սանտիմետր է, 3 կամ 4 սանտիմետր է, բարձրությունը չափենք, նայեք տեսեք, կանոնի վրա որ ցուցադրեմ, 2.5 Համարյա 3 սանտիմետր է, 2.5 ներքևից էլ մի քիչ հավասար չէ գծված։ Մի խոսքով մոտավոր 3 սանտիմետր է այս խորությունը, 2.5-ից 3 սանտիմետր։ Բավականին խորն է, վերևից այսպիսին է, երևի թե մի կես միլիմետր էլ, այդ ինչա 5 միլիմետր, հա, կես սանտիմետր ավելի ճիշտ, այստեղ է 5 միլիմետր, 5 միլիմետր է վերևից է։ Փորձում ենք միացնել։ Ժամանակն ենք վերցնում, սկզբից միացնում ենք, տենց մի քիչ շատ կդնենք, մեկ մոտավորապես 20-30 Ինչպես տեսնում եք, արդեն ամեն ինչ պատրաստել եմ, այստեղ երկու տեսակ պանիր է, խմորս ուրեմն սառեցված խմոր է, սլայոնի խմոր է, շերտավոր, բայց վեգանսկի խմոր է, պատրաստի եմ գնել, այսպես փոքրիկ կլոր բացված արդեն պատրաստ խմորներ են, մսի փոխարեն գնել եմ, երշիկի փոխարեն գնել եմ վիճինա, որը ավելի օգտակար է, քան երշիկը, հա, գոնե գիտենք, որ այնտեղ ամբողջական միս է, եւ իհարկե այստեղ ցուցադրում եմ պատրաստման տեսակը, կարող եք մայոնեզ օգտագործել, կարող եք եւ ուղղակի սմետան օգտագործել, ով ինչ սիրում է այդ մանիների հետ ծրկից կապնում են կաչում է օգտագործեցի, իսկ համար ներքևի շերտը պանիր եմ մյուս մածուկները ինչ որ կսված են, վերին շերտը պանիրով ճաշակի կարող եք կոչված, հա, չեմ սիրում որ առանձին չորանում են պիցայի շերտի վրա։ Հիմա ես էլ այդպես եմ սիրում, այդպես ավելացնում եմ, երկու տեսակ պանիր է գնված ու թթու չունեմ մարինադի փոխարեն ես եմ ավելացնում, որովհետև այսպես ավելի համեղ է։ Քանի որ ունենք մարինացված վարունգներ, վարունգի փոխարեն մի քանի կարող այսպես կգծենք, ուղղակի կանաչ գույն ապահովելու համար, երեխաները կանաչիով չեն սիրում, թթուն չեն սիրում, բայց կարող եք ուտեն, այսպես։ Ինչա կոչվում, ոլորսի սերժ, սա ինչա կոչվում սրանք հայերենը։ Շատ համեղ է, ինչ ուզում եք կոչվի, շատ համեղ է, այսպես։ Կհանենք վերջում մի քանի հատ ռոկալա կանաչ կդեղադրենք վրա, կստացվի շատ համեղ, մի բուջուրիկ աղցնենք վրան, փոքրիկ քանակությամբ, ըստ ճաշակի ով ինչպես սիրում է եւ ով ինչ սիրում է, շատ քիչ, սա ուղղակի ֆանտազիաներ, կարող եք դուք ավելացնել այն ինչ որ հարգելի եւ շատ սիրելի համապատասխան ջեռոցը։ Երևի մի 15 րոպե, առայժմ արդեն տաքացված է, բացում եմ, դիամետրը շատ մեծ է, բայց իմ խմորը շատ բուջուրիկ է, ինձ թվում է բարակ է, խմորը շատ արագ փոխվելու է, պատրաստի խմորներ եմ այսպես գնել, ես էլ կարող եմ պատրաստել, կարող եք դուք էլ պատրաստել, ինչպեսին որ ուզում եք։
Այսպես թղթով հանդերձ տեղափոխեցի, խնդրեմ։ Թղթով հանդերձ տեղափոխեցի, տեղադրեցի, հիմա սա փակենք, վերևից էլ կտակացնի, ներքևից էլ կտակացնի ու կսպասենք որոշ ժամանակ։ Այսպես հիմա ուզում եմ փորձեմ մեկ ուրիշ հնարավորություն կա, այսպեսի, ինչ ենք անում, այս սառեցված խմորները գնել եմ, այս խեղճին ջարդել եմ դաժե, կիսում ենք 4 մասի, հիմա ես կկիսեմ, մինչև մի քիչ սառույցը հետ կքաշվի իրա, սառեցրած խմորներ են, մի փոքրիկ կբացենք, կդնենք ջեռոցի մեջ, ավելի ճիշտ սկզբում մի քիչ պանիր ու մի քիչ էլ մսեղեն, հա, այս իմ դեպքում վիչինա է այդպես պատրաստված, խաշված երշիկ է, միս է, թե ինչ է, չգիտեմ վիչինան ինչպես է կոչվում, եփված է համենայն դեպս ու այդտեղ մսային խառնուրդ չէ, հա, ինչ որ երշիկի նման լինի, այլ ամբողջական միս է, դրա համար վիչինան միշտ ավելի հարգի է գնելը, քան երշիկները, այսպիսով շարունակում եմ, ցուցադրեմ մի քիչ ուշ։ Վերցնում ենք մեր բոլորի կողմից սիրված մեր փոքրիկ գրտնակը եւ շատ արագ կերպով մի քիչ շատ թույլ ու քիչ այսպես բացում ենք մեր խմորները, հա, փոքրիկ սեղանս արդեն մաքրված է, մաքուր է եւ պատրաստված է արդեն պատասխան գործողություններին։ Այսպես շարունակենք, մի թեթև բացենք, սառեցրած խմորը ես սառը վիճակում եմ բացում, շատ էլ բարակ չեմ բացում, հա, խնդրեմ երկու անգամ այսպես գրտնակով տրորում ես ու արդեն պատրաստ է։ Մի քիչ գրտնակում ենք, խնդրեմ։ Ինչ խոսք արդեն պատրաստ է։ Այսքանը շատ համաչափ համապատասխան է։ Տեղադրում ենք այս թղթի վրա։ Հիմա ուղղակի տարածքը փոքր է, հիմա այս ամեն ինչ կտեղադրեմ, կավարտեմ, նոր դից պատրաստ վիճակում ցույց կտամ ինչպեսին է ավարտական տեսքը։ Մինչև մեր պիցանկեղնի մենք այստեղ այսպեսի ուրիշ բան կպատրաստենք։ Մի քիչ վիչինա, մի քիչ պանիր, այսպես այնպես ենք պանիրը տեղադրում, որ հանկարծ չթափվի մեջից, հա, որ հալվի։ Խնդրեմ։ Այսպես։ Կարող ենք ծրարների նման եռանկյուն անել, կարող ենք ուղղանկյուն, ես ուղղակի ուզում եմ այսպես ուղղանկյուն ծալել, այսպես ուղղանկյուններով, որպեսզի շատ չթափվի մեջի մթերքը ու խնդրեմ, մի քիչ էլ վրայից կարելի է մի քանի հատ գիծ քաշել, որ մեր ներսը լավ պատրաստվի։ Խնդրեմ, այսպեսին, ես չեմ սիրում դատարկ խաչապուրիները, որ գծում ես գծում, բացի սլայոնի խմորից մեջը ոչ մի բան չի լինում, դրա համար այսպեսի 3 հատ փոքրիկ գծիկ կանենք վրան, խնդրեմ, այսպես տեղադրում ենք այսպեսի այս թղթերի վրա, այսպես ցուցադրեմ, խնդրեմ, թղթը արդեն նախորդ ճմրթելու պատրաստել եմ, անցնենք հաջորդներին եւ իհարկե մի հատ տեսնենք այստեղ ինչ է կատարվում արդեն։ Молодец, պատրաստվել է, արդեն պատրաստվում է, այս թվում շատ շուտով եփված կլինի։ Ընդամենը 5 րոպե էր մեջը ժողովուրդ։ Խնդրեմ։ Մի քանի հատ էլ այսպեսի գեղեցիկ ձևով կանաչի շարենք վրա։ Պամիդորները չեն ուզում, պամիդորների փոխարեն կետչուպ ենք քսել, խնդրեմ, այսպես, և իհարկե ստացվում է իդեալական պիցաներ, տնական, ամենայն դեպս ստացվեց շատ գեղեցիկ և համեղ, քանի տակ եմ մի պուճուրիկ այսպես էլի պանիր կավելացնեմ վրեն, որպեսզի մի քիչ ավելի սիրուն տեսք ունենա, պանիրները հավեսով հալվում են ու մի խոսքով, խնդրեմ, տեղադրում եմ հաջորդը, նայս 3 հատ առայժմ պատրաստ է, այսպես տեղադրեմ, կարելի է ձու քսել, կարելի է և ոչ մի բան էլ չքսել, քանի որ իմ խմորները բարակ է, այսպես պիցան ծալել եմ, հիմա ուզում եմ 2 մասի բաժանել, ստացվում է, որպես իդեալական առողջ սննդակարգին համապատասխան նույնիսկ առավոտյան նախաճաշ պատրաստի, խնդրեմ,
Այսպեսի տեսք ունեն առուկլան դուրս եկավ մեջից, բայց այսպես հետ կտանենք, կտեղավորենք։ Խնդրեմ, այսպեսի գեղեցիկ տեսք ունի։ Փորձարկենք։ Շատ համարում։ Ինչ, մագնիսներ կլրացնի, մեր մագնիսների հերթական շարքը, այսպես, ինչ որ մի տեղ տեղադրենք, եթե իհարկե տեղ ունենանք, այլևս տեղ չունենք, մի քիչ նեղ անենք, լեն անենք, տեղավորենք, այսպես, տաթևի վանքնել այս արանքում տեղավորենք, այսպես, շարունակեցինք։ Իհարկե ես մի քիչ համբերությունից թույլ եմ, ուզում եմ նախորդ բացեմ, մի հատ տեսնեմ ինչ վիճակա։ Օհո, շիկարն ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Հուսամ, որ պատրաստ կլինի շուտով։ Այս մի անգամ պատրաստում եմ հենց կացայի մեջ, այս սարքի մեջ, նայեք, պանիրն է, այդը 4 տեսակ երշիկներ է, հենց հիմա դասավորեմ, պանիրը լցրեցի, երշիկները դասավորեմ ու միասին։ Խնդրեմ, 4 տեսակ երշիկ էր, պանիր ու այսպեսի տեսք տվեցի, արանքում էլ մի հատ համով եմ տածում եմ, այսպես փակեմ, մի հատ էլ կփորձեմ, մի հատ շերտը վրան կփակեմ։ Այսինքն երկկողմանի կդնեմ խմորը, տեսնենք ինչպես կստացվի։ Այսպես խմորներ են պատրաստի, կարակ սրանցով պատրաստեք, կարակ նաև ես խանութից պատրաստի գնել եմ։ Կարակ նաև պատրաստեք դրոժով խմոր, քանի որ ես դեմ եմ դրոժով խմորին, այստեղ խմորը առանց դրոժի է։ Подходит վեգանам։ Ովքեր որ правильное питание են ձեռժեցանում, ովքեր որ առողջ սննդակարգով են զբաղված, խնդրեմ, այս խմորներն են, որոնք դրոժով չեն պատրաստված, բայց պատրաստված են խմորիչներով ավելի բացենք։ Օ, հեսի լավն է։ Շատ ընտիր է ստացվել, շատ լավ էլ բարձրացել են բարակ շերտերը, նայեք երեխեք, այս բարակ շերտերը այսպես բարձրանում են։ Ոբշեմ, հեսա հանեմ տալիճկայի մեջ դնեմ։ Պատրաստ է։ Հիմա մյուսը կբերեմ։ Երկու խմորներում տոմատեցել, այս մեկը տեղադրեցի, պանիր։ Պանիրի վրա որ տեսնում ենք երշիկը ավելի կարող եք վիճինա, այս անգամ ես էլի առողջ ապրելակերպի համար նախատեսված երշիկներ են, առողջ սննդակարգի համար։ Հիմա ինչ կանեմ, ամենքից մի հատ կտեղադրեմ սկզբից։ Ասենց կիլոգրամն է։ Կարելի է նաև կիսել մեջերից, մի քիչ շատ են մեծ, մի քիչ ավելի ակուրատ լինելու համար, այսպես մյուսը մեկ էլ վերցնեմ մի քիչ։ Բոլոր տեսակներից էլ տեղադրեցի ու էլի մի քիչ պանիր եմ լցնում վրան, հիշեք երշիկների վրա, նորից պանիր եմ լցնում, այսպես, դա արդեն մի քիչ երկար պետք է թողնեմ ու այս մյուս տոմատով պատրաստված արդեն շերտը տեղադրում եմ վրան, այսպես ու հանում եմ դրանք ավրայից, իհարկե որ սա արդեն գնաց խորին։ Այդպեսակ։ Ու թողնենք պատրաստ, մինչև պատրաստ լինենք, այսպես։ Շարունակեմ սիրելիներս, հիմա բացենք տեսնենք ինչ վիճակի է։ Այսպես սարքած չէ, հիմա առաջին անգամ պատրաստում ես տեսակով, նայեք ոնց է լավն է։ Կարելի է ասել թխումա, բայց ցանկանայի նաև շրջեի, մի հատ փորձենք հեսա տեսնենք կստացվի շրջած կփորձեմ ոնց է ստացվում։ Այսպես մյուս թուղթը, մյուս իսայից վերջացրած սերտիկատը որպես ավելի քիչ չօգտագործեմ շատ։ Հիմա այսպես փորձում եմ այսպես անեմ։ Այս կողմը երևում է որ շատ լավ թխված է, հեսա կփոկեմ։ Հանեցի այս թուղթը, ամեն ինչը ձեր աչքի առջև արեցի, այսպես թողնենք մի քիչ տականով հանեմ։ Հետո տեսեք ինչ է ստացվում։ Всё, показываю ժողովուրդ, ցույց եմ տալիս, տեսեք ինչպեսին է ստացվել հիմա։ Շատ ընտիր է թե այս կողմից թխված է արդեն, թե այն կողմից։ Ու այսպես հանում ենք, հետո մի պստիկ մնա թղթից կփոկեմ, հիմա հաջորդ։ Եթե ցանկություն ունենաք գնեք, իմանաք, որ այս ֆիրմայի, հենց այս մարկան շատ լավն է, սրանից առաջ դուրս եկածները սպիրալա վերևը բացված բացովի, ավել դապալնից ելնի պետքա քար գնեք, չգիտեմ, այսպես սկուտեղ գնեք քարով սարքած, որ համ մեջը դնեն թխելու, համ էլ հանեն մատուցելու համար, մի խոսքով ահագին բարդություններ, իսկ սա արդեն ավելի կատարելագործված տեսակն է ու ավելի լավն է ու ավելի որակով։ Առայժմ սիրելիներս հուսամ ձեզ դուր եկավ։ Մի հատ այսօրվա արևածագ տեսեք ինչ սիրուն է։ Այնքան վաղուց արև չենք տեսել, նայեք, գեղեցկություն է։ Արևը
Դե ինձ սիրելիներս օրը արդեն բացվել է, սկսված է, արդեն դեկտեմբերի 4-ն է, նկարահանումներս կատարել էի դեկտեմբերի 3-ին, սիրով ներկայացրեցի ձեզ, իսկ հիմա ես գնամ աշխատանքի, իսկ դուք վայելեք եւ իմ վլոգը եւ ձեր լավ օրը, բոլորիդ լավ օր եմ մաղթում եւ հաճելի տրամադրություն, առայժմ սիրելիներս մնացեք իմ հետ, գրանցվեք իմ էջին եւ մեծ սիրով ես ձեզ կներկայացնեմ բոլոր նոր ու գեղեցիկ իրադարձությունները իմ կյանքի